2025 թվականն առողջապահության ոլորտում մեկնարկեց բժշկական կենտրոնների առողջապահության նախարարության ենթակայության տակ անցնելու գործընթացով, թե ինչով էր պայմանավորված փոփոխությունը Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը համենայն դեպս գործընթացն արդյունավետ է համարում։ Մասնավորապես Գյումրի բժշկական կենտրոններ, Ախուրյանի բժշկական կենտրոնը, Արտիկի բժշկական կենտրոնը եւ հոգեկան առողջության կենտրոնը։ Դա բավականին քննարկումներից, կատարված ուսումնասիրություններից հետո այդպես ներկայացվեց կառավարության որոշման նախագիծ եւ այդ նախագիծը հաստատվելուց հետո անցավ առողջապահության նախարարության ենթակայության, նպատակը ավելի արդյունավետ կառավարում ապահովելն էր։ Բայց բնականաբար Մինչ այդ անարդյունավետ էր կառավարվում։ Ոչ թե անարդյունավետ էր կառավարում, ավելի համակարգված եւ ավելի արդյունավետ կառավարման նպատակ էր հետապնդում այս ենթակայության փոփոխությունը։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք համագործակցություն չունենք, բժշկական կենտրոնները նորից շարունակում են իրենց գործունեությամբ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրել բնականաբար մեր մարզի ազգաբնակչությանը, այնպես որ համագործակցությունը շարունակվում է։ Այս պահին Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործում է մարզի թվով 20 բուժհաստատություն, այդ թվում Արտիկի մորուման կանառողջության կենտրոնը եւ առողջության առաջնային պահպանման օղակները։ Ոլորտի պատասխանատուն թվարկում է որակյալ ծառայություն ու բժշկական սպասարկում իրականացնելու նպաստող մի քանի գործոններ, դրանցից առաջնային է համարում նախ շենքային պայմանները, հաջորդիվ գործիքային հագեցվածությունն ու ամենակարևորը՝ նեղ մասնագետներով համալրումը։ Կառավարության ծրագրով այս պահին ընթանում է գյուղական 2 ամբուլատորիայի նոր շենքերի կառուցում, Արտիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն է այս պահին ընթանում։ Ծրագրերում ունենք նաև թիվ 2 պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման ծրագիրը, որից հետո հիմնանորոգման ավարտվելուց հետո իհարկե մենք նաև նպատակադրված ենք եւս օպտիմալացման մեկ ծրագրի նախագիծ ներկայացնել կառավարություն, այն է թիվ 1 պոլիկլինիկայի, Բեռլինի պոլիկլինիկայի միացումը թիվ 2 պոլիկլինիկային, որտեղ շենքային պայմանները լիարժեք կբավարարեն, որպեսզի այդ 3 կառույցը միաժամանակ գործեն այդ շենքում եւ նաեւ կկարողանանք լուծել թիվ 1 պոլիկլինիկայի տարիներ չարչարկված այն խնդիրը, որ չունենք շենք։ Հուսով ենք, որ հաջողությամբ նաև դա կավարտենք։ Պոլիկլինիկաների օպտիմալացման 3-1 ծրագիրը հաջողությամբ կավարտվի թե ոչ, նախ պետք է հուսալ, որ այն կմեկնարկի, իսկ արդյունքների մասին կխոսենք ծրագրի ավարտին։ Փոխարենը 2025-ին հաջողությամբ ընթանում էր որոշ բուժհաստատություններում ռենտգեն ու սոնոգրաֆիկ սարքավորումներով հագեցվածության ծրագիրը։ Եղած սարքավորումները տասնամյակների պատմություն ունեին, գործիքային թարմացումն ուղղակի անհրաժեշտություն էր։ Սարքերը իրենք բավականին թանկ են, իսկ մեր ունեցած սարքերը 60-ական, 70-ական, 80-ական թվականների սարքեր էին, բնականաբար այդ սարքերով որակյալ հետազոտություն իրականացնելը դա այնքան էլ հնարավոր չէր, մեղմ ասած, եւ այս պահին ես կարող եմ ասել, որ շնորհիվ մարզպետի միջնորդության եւ առողջապահության նախարարության կողմից մարզային բժշկական հաստատությունները հագեցնելու այդ ծրագրի այս պահին մենք մեծամասամբ մեր բուժհաստատությունները ապահովված են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով։ Ընդամենը 2 բուժհաստատության խնդիր ունենք ապահովելու, դա Մարալիկի առողջության կենտրոնն ու Ամասիայի առողջության կենտրոններ, մենք բանակցություններ ենք վարում, որ այդ 2 բուժհաստատություններին եւս հնարավոր լինի նոր սարքերով ապահովել, ռենտգեն սարքերի մասին է խոսքը։ Մյուսը սոնոգրաֆիկ սարքեր, դարձյալ մեծ մասամբ բուժհաստատություններում նոր սոնոգրաֆիկ սարքեր են տեղադրված, իսկ նոր սոնոգրաֆիկ սարքը ինքը ենթադրում է նաև ավելի ընդլայնված հետազոտությունների իրականացում, ավելի խորը հետազոտությունների իրականացում, ինքը նաև տանում է ճշգրիտ ախտորոշման եւ հետագայում նաև բուժման կազմակերպման։ Ունենք բուժհաստատություններ, որոնք իրենց կուտակած միջոցների շնորհիվ կարող են ինքնուրույն ձեռք բերել տարբեր լիզինգային ծրագրերով։ Ունենք բուժհաստատություն, որ իր կուտակած միջոցներով հենց անմիջապես գնում է իրականացրել, մասնավորապես Արտիկի մորեման կանառողջության կենտրոնը լրիվ նոր սարք է գնել
Մյուսները եւս։ Լինում են երբ բարերարներն են տրամադրում։ Այո, լինում են եւ բարերարներն են տրամադրում։ Ես վերջերս բոլորովին Բեռլին պոլիկլինիկային բարերարների կողմից ռենտգեն սարք տրամադրվեց։ Դա էլ է շատ կարեւոր։ Սոնոգրաֆիկ սարքեր նաեւ նախարարությունը ինքն է իր միջոցների հաշվին դրամադրել մասնավորապես Մարալիկի առողջության կենտրոնին եւ այս պահին էլ թիվ 1-ին նոր սարք տրամադրել։ Դժգոհություններ բուժարուներից կապված նեղ մասնագետների հաճախումների հետ։ Պոլիկլինիկաներում նեղ մասնագետները շատ դեպքերում աշխատում են համատեղելիության կարգով, ինչն էլ առաջացնում է բնակիչների բողոքը։ Լեյլիա Ասլանյանը փաստում է, խնդիրն առկա է եւ դրա հետ հաշվի են նստում։ Այսօր այդ խնդիրը կա, բավականին լուրջ խնդիր է, ինչը շատ արժանի կերպով առաջացնում է մեր ազգաբնակչության մոտ դժգոհություն, դա մեծամասամբ կարող եմ նշել, որ օբյեկտիվ է այդ դժգոհությունը, որովհետև նեղ մասնագետները այս պահին, նեղ մասնագետներով հագեցվածությունը լիարժեք չէ մեր պոլիկլինիկաներում, ստիպված է լինում մեկ նեղ մասնագետը մի քանի պոլիկլինիկայում համատեղել, փորձում ենք նրա միջոցով ծածկել այդ բացը, չլինի այնպես, որ պոլիկլինիկաներից մեկում որևէ նեղ մասնագետ չունենանք, հետևաբար դրվում է ժամային սահմանափակ գրաֆիկ, շաբաթվա սահմանափակ օրեր, ստիպված է ազգաբնակչությունը հերթագրվել, հերթում սպասել, դա էլ արդարացիորեն առաջացնում է իրենց դժգոհությունը։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս մասին, առողջապահության նախարարությունը շատ լավ տեղյակ է խնդրից, եւ այս պահին 2 ծրագիր է իրականացնում, դա նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրն է եւ կա նպատակային մեկ այլ ծրագիր, երբ բուժական գործ այդ մասնագիտությամբ առաջին կուրսեցիները մասնակցում են նպատակային մրցույթների, ավարտելուց հետո պայմանագրեր են կնքում նախարարության հետ եւ ուղեգրվում են մարզեր։ Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտում իրականացվող այլ ծրագրերին, Լեյլիա Ասլանյանը նշում է, որ առողջության պահպանման առաջնային օղակում տարբեր սկրինինգային ծրագրեր են իրականացվում, որոնք միտված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։ Լեյլիա Ասլանյանը կարևոր ձեռքբերում է համարում նաև մարզում Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում գործող անպտղության հաղթահարման ռազմավարական ծրագիրը։ 25 զույգ արդեն մասնակցել են ծրագրին, 10-ի մոտ հղիություն է ընթանում, բայց որ ամենակարևորն է, ընթացիկ տարվա օգոստոսին լույս աշխարհ եկավ առաջին փոքրիկը։ Ծրագիրը իրականացնելու համար նախարարությունը թույլտվություն տվեց Շիրակի մարզում որպես պիլոտային ծրագիր եւ այդ ծրագրի շրջանակում հղիներ կան եւ սպասելիք նաեւ հղիներ ունենք, որոնք պետք է ծննդաբերեն, ինչպես մանկաբարձական, գինեկոլոգիական բարդություններ անպտղության հետ կապված, այնպես նաեւ սոմատիկ բարդություններ, որոնց մեջ էին ճարպակալումը, քրոնիկական հիպերտենզիան։ Մենք հաջողությամբ հաղթահարեցինք դա մեր Երևանի գոլեգաների հետ, մեր ավագ ընկերների աջակցությամբ եւ ներկայումս ունենք առողջ բալիկ։ Հաջորդ մեծամասշտաբ ծրագիրը, որ մարզում արդեն կայացել ու ընդլայնվել է, դա Գյումրի բժշկական կենտրոնում գործող կաթվածի ծրագիրն է, վերջերս ներդրված կաթվածի ռեգիստրով։ Ռիսկի գործոնների հսկողության միջոցով մենք կարող ենք կանխարգելել կաթվածը, իսկ կանխարգելումը, ինչպես գիտենք, միշտ ավելի ազդեցիկ է։ Ինչ վերաբերում է 2026-ին իրականացվող ծրագրերին, ոլորտի պատասխանատուն կարևորեց առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ծրագիրը, ինչն իհարկե մի փոքր խրթին, բայց ժամանակի ընթացքում կարգավորվող հարց է։ Այս պահին բարբերաբար առողջապահության նախարարը ներկայացնում է, թե առաջին փուլով ովքեր պետք է ապահովագրական այդ ծրագրից օգտվեն։ Հիմա Արմետ էլեկտրոնային համակարգով նաև մեր բոլոր բժշկական հաստատություններում տեղադրված է այդ ցանկը, ազգաբնակչության ովքեր որ պետք է ընդգրկվեն առաջին փուլով ապահովագրության ծրագրի մեջ, այս պահի դրությամբ դեռևս այդ իրավակարգավորումներն են, ես չեմ շտապի ասել ինչ ընթացք կունենա, բայց ես կարծում եմ աշխատանքի ընթացքում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, բնականաբար դա նոր ծրագիր է մեր համակարգում եւ մեթոդական օգնություն բնականաբար առողջապահության նախարարությունից ես հուսով եմ, որ մենք կստանանք։ 2026-ին նախատեսվում է ավարտին հասցնել նաև Գյումրու ծննդատան նոր շենքի շինաշխատանքները, ինչպես բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման, այնպես էլ գործիքային ու մասնագետների համալրման ծրագրերը գալիք տարում ևս կլինեն շարունակական։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։